Աշխատանքի վերադառնալու եւ հարկադիր պարապուրդը վերացնելու պահանջով Արարատ ցեմենտի հարյուրավոր աշխատակիցներ վաղ առավոտից հավաքվել են գործարանի մոտ։ Եթե գործարանը չաշխատի, Արարատ քաղաքն ու հարակից բնակավայրերը սովի կմատնվեն, ասում էին հավաքի մասնակիցները։ Պատճառն ինչ է, որ այս գործարանը սպային պալոմվել է ու սենց կոպիտ ասած շպրտել են մի կողմի վրա, գնացել են, ասենք թքած ունենալով այս քաղաքի ժողովուրդը, որ ստեղով է ապրում։ Խոսում էին բռնատիրական երկրից, հիմա ավելի շատ բռնատիրական է։ Գալու եք իմ տեղը, ով է գալու իմ վարկերը մուծի, ոստիկանը մի օր ուշացնեմ, իմ տունը պետականացնելու է, ով է տալու իմ տունը։ Ես դրա պատասխան, խիա դուռը փակ, թող դուռը կներեք, բացեն, աշխատողները աշխատեն, իրանք հարցերը լուծեն։ Երկուշաբթի առավոտյան էին իրավապահները կապարակնքել Multigroup կոնցեռնի բազմաթիվ ընկերություններ, այդ թվում Արարատ ցեմենտը, գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ։ Ակցիային զուգահեռ գործարանի տարածք եկան քննիչներն ու ոստիկանները։ Գործարանի աշխատակիցները փակեցին նրանց մուտքը, պահանջելով տալ իրենց հարցերի պատասխանները։ Փող չեն տալու, ձերն էլ աուշան։ Ո՞վ է տալու մեզ մեր պատասխանը։ Ո՞վ է տալու այս աշխատավարձի պատասխանը։ Դուք փակելու եք։ Եկել եք պալոմբը Որ դուք կարողացել եք մեզ թողնեք, Հոմի որ միասնյամից աշխատավարձ ստանա, տենամ ինչ անելու։ Մեզ պատասխան տա։ Եկել եք պարեմի աուզը։ Այսօր քանի հազար մարդ մնացել են անգործ։ Ինչա պատասխան տալու մեզ մեր պարոն Փաշինյանը։ Աշխատողներն իրենք բացեցին դարպասներն ու ներս մտան, ասացին աշխատանքի են գնում։ Լարված վիճակը հանգուցալուծելու համար գործարանի տնօրենի խնդրանքով աշխատակիցները ներս թողեցին նաև իրավապահներին։ Տարածքում էր նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։ Քննիչներն այնուհետև հանեցին վարչական շենքի կապարակնիկները, դեղին ժապավենն ու ներս մտան։ Արարատցիները վրդովված են, հարկադիր պարապուրդի մատնվելու պարագայում, ով է պահելու իրենց երեխաներին եւ հոգալու ապրուստի միջոցը։ Խեք պլոմբե, այսքան ժողովուրդը երեխա է պահում, ամեն մեկը մի Չհասկացան գարա, բա մեր բանվոր իրավունքները ով է պահելու արդեն, ով է 25 տարի առաջ որ պարոն Ծառուկյանը եկավ, չգիտեմ, այտենց առավ ինքը, էսի մի օր չի կայն է։ Դրանից առաջ սաղորը աշխատում էր կանգնում էր։ Այսօր դրե փակել ես, ինչ անեմ, ընկեր վարչապետ ուր է տանք։ Ինչ հողտանք մեր գլխին։ Եկել ես նստել ես ռուլին։ Այս ազգի համար ինչ ես արի արա անգեր մի հատ հիմնարկ սարքել ես, որ իմ նմանը գա աշխատի։ Հագելա որ տա թուրքին։ Եթե չլինի գործարանը, չի լինի քաղաքը, չէ լավ քաղաքը, չի լինելու ամբողջ գյուղատնտեսությունը, ամբողջ գյուղատնտեսությունը անգործություն, ով է առնելու իրանց ապրանքը։ Այսօր արդեն ժողովուրդը լացում են, ասում են բանը, երբ ստանանք փողերը։ Արտյոմ Պողոսյանն աշխատակիցներին խնդրեց գնալ տուն, ասաց արտադրական process-ը վերսկսելու ուղղությամբ բանակցում են։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պայն արդեն ձեռք են բերել համապատասխան թույլտվությունները գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար, այս պայն արդեն մեր մոտ գնում է հերթափոխերի կարգավորման եւ մնացած տեխնիկական աշխատանքներ, որը կարգավորից հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք, նախ հասկանանք ինչ ունենք թերություններ, ինչ խնդիրներ ունենք, դրանք վերացնելու, հետևից արդեն արտադրական process-ը վերսկսելու մասը։ Հարցին շուտապույտ լուծում չտալու դեպքում քաղաքացիները խոստացան բողոքի ակցիան շարունակել կառավարության դիմաց կամ փակել զոդի կամուրջը։ Մեր պահանջը որ գործարանն աշխատի։ Եթե չաշխատի, ամեն տեղը գնալու ենք, ճանապարհները փակելու ենք, ավտոների տակ է պարկելու ենք։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունից ուղիղ սպառնաց բողոքող աշխատակիցներին չմտնել այլ դաշտեր, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից։ Այն մարդիկ, ովքեր այսօր այլև պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, սպառնում եմ ըստ էության։ Աշխատակիցներն արձագանքեցին, ոչ թե պատվերով ակցիան իրականացնում, այլ ցանկանում են վերադառնալ իրենց գործին։ Ոչ մեկ ստեղ պատվերով ակցիա, մենք մտածում ենք մեր
մեր համար, մեր ընտանիքի համար, մեր աշխատավարձ ստանանք, մեր վարկերը փակենք, մեր ընտանիքը պահենք։ 45 տարի աշխատել եմ։ Ես այսօր իմ աշխատանքն եմ ուզում ու շատ գոհ շնորհակալ եմ, որ աշխատել եմ ստեղ։ Ու վեր։ Արարատ ցեմենտ էր գնացել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ Բանակցություններից հետո փոխնախարարն ասաց, որ հուլիսի 10-ից գործարանը լիարժեք կսկսի աշխատել։ Մեծ հավանականություն կա, որ ոչ մի վնաս չի կրել, նոր են քննարկում, մենք ոնց հասկացա ժամանակին հասել ենք եւ որևէ խնդիր չկա։ Կարծում եմ վաղը ընթացքը կգնա, որևէ խնդրեմ չի լինի։ Միայն մեծ աղմուկից հետո որոշակի արդյունքի հասնելով գործարանի աշխատակիցները գնացին տուն երեկոյան հերթափոխին պատրաստվելու համար։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։